Ողջույն բոլորին եւ Happy Thanksgiving Day այսօր Միացյալ Նահանգներում տոն է եւ նախապես դեռևս շաբաթը մեկնարկելով որոշել էի շնորհակալություններով անցնել այդ։ Սակայն երեք տեղի ունեցած սարսափելի իրադարձությունը շեղեց մեզ մեր ծրագրից։ Այդուամենայնիվ, շնորհակալություն, որը շատ եմ կարևորում ձեզ, որ մշտական աջակցությամբ մեզ անսահման ուժ եք տալիս։ Այսօր թողարկումը կսկսենք մեզ մտահոգող մի թեմայից, որը վերաբերում է Հայաստանին։ Պատերազմով անցած խաղաղություն փնտրող իրականությունում, որտեղ վստահությունը դեռևս անվստահելի բառ է, իսկ անհանգստությունը առավել քան շոշափելի, մի խումբ հայաստանյան քաղաքասարակության ներկայացուցիչներ մոտեցել են տարիներով փակված դռանը։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում նրանք առաջիններից էին, ովքեր անցել են դեպի Բաքու, լսելու, հասկանալու ու փոխանցելու այն ուղերձները, որոնք Ադրբեջանը նախատեսում է հասցնել հայ հասարակությանը, բայց որքան էլ խոսվեն խաղաղությունից ու նոր էջից, զուգահեռ իրականությունն այլ բան է հուշում։ Հայ գերիներ Բաքվի բանտերում, տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող բառապաշար։ Այցը ճիշտ է փոխադարձ էր։ Մի քանի շաբաթ առաջ ադրբեջանական խումբն էր Երևանում, հանդիպելով հայ պաշտոնյաների հետ, քննարկելով խաղաղության հնարավոր ուղիները եւ առաջ բերելով նոր սուր հարցադրումներ։ Երկու ուղղություններով իրականացված այցերը դարձան մի յուրօրինակ փորձ հասկանալու, թե կարելի է արդյոք որևէ կամուրջ կառուցել տարիների թշնամանքի վրա։ Հայաստանից մեր գործընկերոջ ռեպորտաժով մենք չենք փորձում գեղեցիկ բառերով թաքցնել լարվածությունը, ոչ էլ փոխադարձ այցելությունները ներկայացնել որպես արդեն ձևավորված ճակերտավոր խաղաղություն։ Մեր նպատակն այլ է՝ ցույց տալ, թե ինչ իրականություն է ձևավորվում փակ դռների հետևում, ինչ սպասումներ եւ ինչ մտահոգություններ ունեն կողմերը, եւ որքան բարդ ու հակասական է այս նոր բացված ճանապարհը։ Հեռախոսով որ խոսում են, որ պատվերստում զանգը վերցնում են, չէ՞, հա բրատ, այդ որ ասում են հա բրատ, ինձ քեզ թվում է ինչ որ տես կողքին հետ հայեր են այդ պահին, էլի։ Արեգ Քոչիրյանը Բաքվից ստացած տպավորություններից է պատմում, նա մեկն է Հայաստանի քաղաքասարակության այն 5 ներկայացուցիչներից, որոնք նոյեմբերի 21-ից 22-ն Ադրբեջանի մայրաքաղաքում են եղել խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակներում։ Հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնականի հետ։ Հիկմետ Հաջիևը խնդրել է մի քանի ուղերձ փոխանցել Հայաստանի հասարակությանը։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն եւ գնան դեպի խաղաղություն։ Իսկ ինչպես են պատկերացնում ադրբեջանցիները խաղաղությունը, երբ այս հավաստիացումներին զուգահեռ շարունակում են օգտագործել Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող բառամթերք եւ շարունակում են դատել հայերին ու նրանց պահել Բաքվի բանտերում։ Գերիներին ու պատանդներին քաղաքասարակության ներկայացուցիչները չեն հանդիպել, թեև նման ցանկություն հայտնել են։ Մեզ առաջարկվել է օրակարգ մեր այցելության, մենք դրա վերաբերյալ ունենք որոշ մեկնաբանություններ եւ քանի որ առաջարկի մեջ չկար տեսակցությունը, թեև մենք այդ ցանկությունը հայտնել ենք, դա նշանակում է այսպես պարկեշտ մերժում։ Խմբի անդամները նաև փորձել են հասկանալ, թե որոնք են Ադրբեջանի առաջնահերթություններն այս փուլում։ Նախիջևանի հետ կապի առաջնահերթությունն է եւ բոլոր այդ տրանսպորտային կոմունիկացիաների խնդիրը կապված է հենց այս հարցի հետ։ Ադրբեջանական կողմի ընկալումը այն է, որ Հայաստանը այս գործում դանդաղաշարժ է, հա։ Իհարկե մենք փորձում ենք նաև ցույց տալ, որ կան օբյեկտիվ հանգամանքներ։ Իդեպ այս այցն իրականացվել է Երևան-Բաքու եւ Բաքու-Երևան չարտերային թռիչքով, ինչի համար կառավարությունը 17 միլիոն դրամ է հատկացրել։ Մեկ ամիս առաջ ուղիղ թռիչքով Հայաստանում էին նաև ադրբեջանցի փորձագետները։ Կլոր սեղան քննարկման ձևաչափով նրանց հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այս ֆոտոները Հայաստանում մեծ աղմուկի պատճառ դարձան։ Բաքվից ժամանած խմբի կազմում էր 2022-ի դեկտեմբերին այլ ադրբեջանցիների հետ Լաչինի միջանցքը փակած, այսպես ասած, էկոակտիվիստ Դիլարա Էֆենդիևան։ Հանդիպման մյուս մասնակիցներն էլ տարբեր ժամանակահատվածներում աչքի են ընկել հակահայկական քարոզչությամբ, բայց պաշտոնյաներն առաջարկում են անցյալում թողնել եղածը, կարգավորել հարաբերությունները։ Մենակ մեր դիտակետից մի նայեք հարաբերություններին։ Ես պատրաստվում եմ ինչ որ հարմար պահի գնամ Ադրբեջան եւ այցելեմ, ես պատրաստվում եմ իմ գործընկերոջը հրավիրեմ Հայաստան ինչ որ որևիցե ֆորմատով։ Ասում են, սա բարդ գործընթաց է, բայց ոչ անհնարին։ Ցավոտ գործընթաց է, հեշտ բնավ գործընթաց չի, բայց գործընթաց է, որ պետք է արվի առաջին քայլը, երկրորդ, երրորդ, 10-րդ եւ գուցե, չգիտեմ, 1 տարի հետո մենք հանդիպենք եւ ասենք արձանագրենք ինչպիսի էական ուրեմն տարբերություն կա այդ պահի դրությամբ համեմատած այսօր այդ էական տարբերությունը կա համեմատած 1 տարի առաջվա։ Բարձրաստիճան պաշտոնյաները շարքային քաղաքացիներին հորդորում են համակերպվել իրականության հետ, որ հարևանների հետ սահմանները բացվելու են։ Մենք իրար հետ առևտուր ենք անելու ու արել ենք ու անելու ենք, նույնիսկ Ղարաբաղում են այդ առևտուրը արել։
ինչ որ ժամանակահատվածում վերջում։ Այդ առևտուրը լինելու է ուզում եք ուզեք, ուզում եք մի ուզեք, ուզում եք հիմա հայրենասերության պատրվակի տակ ասեք, որ տես բան չի լինելու է, անելու ենք ու խաղաղ ենք ապրելու իրար հետ։ Իսկ պաշտոնական կառույցների աջակցությամբ հայկական եւ ադրբեջանական խմբերի փոխայցելությունների նկատմամբ հանրության մոտ միանշանակ վերաբերմունք չկա եւ խաղաղության կամուրջ նախաձեռնության մասնակիցները բնական են համարում անգամ մարդկանց զայրույթն ու բացասական վերաբերմունքը։ Մենք ստեղծել ենք մի այնպիսի տոտալ հակամարտություն, որ շփումները, այցերը ընկալվում են որպես ինչ-որ դիվերսիա, ինչ-որ թշնամական ակտ, ինչ-որ դավաճանություն։ Սա միակ ճանապարհն է, եթե մենք չենք ուզում, որ կոնֆլիկտը շարունակի այն տրամաբանությունը, որը ենթադրում է, որ հետագայում մենք ավելի շատ ջանքեր պետք է գործադրենք, որ դրա հետևանքները հաղթահարենք, մենք պետք է ինչքան հնարավորինս շուտ հենց սկսենք այս շփումները։ Ու այդ շփումներն, ասում են, լինելու են շարունակական ու ավելի ընդգրկուն։ Հարգելի հայրենակիցներ, այս թեմայով շատ կցանկանայի, որ ավելի ակտիվ լինեք մեկնաբանություններ բաժնում, կարող ենք անգամ լայնածավալ քննարկում ունենալ։ Ես էլ մեծ սիրով կմասնակցեմ եւ եթերից դուրս, ինչու՞ չէ, նաեւ սուբյեկտիվ տեսակետներով կկիսվեմ։ Շարունակենք ու այժմ ԱՄՆ թեմաներով ավելի շատ եւ ավելի շատ խորը մանրամասներ երեկվա դեպքի մասին։ Վաշինգտոնում Thanksgiving-ի նախօրեին տեղի ունեցած դաժան ու սարսափելի հարձակումը շարունակում է մնալ համազգային ուշադրության կենտրոնում։ Մայրաքաղաքի կենտրոնում ծառայություն իրականացնող Արևմտյան Վիրջինիայի ազգային գվարդիայի 2 երիտասարդ զինծառայողներ դարձել են կանխամտածված հարձակման թիրախ։ Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոցներ, ծայրահեղ ծանր, կյանքի համար վտանգավոր վիճակով։ Դաշնային շրջանի դատախազ Ջանին Փիրոն հայտարարել է, որ այս ողբերգությունը խաթարել է երկու ընտանիքների կյանքը եւ այն օրը, երբ Ամերիկան պատրաստվում է նշել գոհաբանության տոնը։ Նրա խոսքով կասկածյալը 20-ամյա Սարա Բեքրամի եւ 24-ամյա Էնդրու Ուոլֆի ուղղությամբ կրակել է 357 Միթեն Վեսն ատրճանակով։ Կասկածյալը նույնականացվել է որպես Ռամանոլա Լաքանվալ, 29-ամյա Աֆղանստանի քաղաքացի, որը Միացյալ Նահանգներ է մուտք գործել Բայդենի Operation Alias Welcome ծրագրի շրջանակում 2021 թվականին։ Նա բնակվում է Վաշինգտոն նահանգում կնոջ եւ 5 երեխաների հետ։ Հետաքննության տվյալներով Լաքանվալը ավտոմեքենայով անցել է ամբողջ երկիրը, հատուկ գալով մայրաքաղաք։ Նա ընտրել է սխալ երկիր, սխալ քաղաք եւ սխալ թիրախի, ընդգծել է դատախազ Փիրոն, հավելելով, որ այս հանցագործությունը պատժվելու է անողոքաբար։ Ներկայացված մեղադրանքներն այս պահին ներառում են զինված հարձակում սպանության դիտավորությամբ, ինչպես նաև հրազդանի օգտագործում հանցանքի ընթացքում, եթե զինծառայողներից գոնե անգամ մեկը մահանա, ինչը ցանկալի չէ, գործը կվերակարգվի նախնական առաջին աստիճանի սպանության։ FBI տնօրեն Քաշ Պատելը մեկնաբանելով դեպքը հայտարարել է, որ գործը քննվում է որպես ահաբեկչական գործողություն։ Նրա խոսքով մենք գործ ունենք լայնածավալ ափիծապ ձգվող հետաքննության հետ։ Կատարվել են խուզարկություններ կասկածյալի նախկին բնակության վայրերում, զնվել են հեռախոսներ, նոթբուքեր, թվային տվյալներ։ Փաթելը հաստատել է, որ ըստ նախնական տվյալների Լաքանվալը Աֆղանստանում կապեր է ունեցել գործընկեր ուժերի հետ եւ այդ ուղղությամբ քննությունը նույնպես շարունակվում է։ Մենք չենք դադարելու, մինչև չքննենք նրա կյանքի յուրաքանչյուր մանրուք, ասել է FBI տնօրենը։ Ազգային գվարդիայի ներկայացուցիչ գեներալ Լիլանդ Բլանշարդը հուզիչ խոսքով է անդրադարձել մահվանը մոտ գտնվող երկու երիտասարդ զինծառայողների վիճակին։ Այսօր Միացյալ Նահանգների բոլոր ընտանիքներում սեղաններ են բացվում, բացի Սարայի եւ Էնդրյուի ընտանիքների, որովհետև նրանք չունեն այդ հնարավորությունը, ասել է գեներալը։ Նա նաև ընդգծել է, որ ազգային գվարդիան ոչ միայն չի ընկճվելու, այլ ավելի մեծ վճռականությամբ է շարունակելու մայրաքաղաքի անվտանգությունն ապահովելու առաքելությունը։ Հարցու պատասխանի ժամանակ իրավապահները հաստատել են, որ կասկածյալը վնասազերծվել է հենց գվարդիականների արձակված կրակոցով։ Հաշվի առնելով զենքի տեխնիկական տվյալները, ենթադրվում է, որ հարձակվողը կատարել է 6 կրակոց։ Ըստ FBI տնօրենի, հետաքննությունն այժմ իր ամենալայնածավալ փուլում է եւ լրացուցիչ տեղեկություններ կհայտարարվեն այնքանով, որքանով չեն վնասի գործի քննությանը։ Մայրաքաղաքը հիմա շարունակում է մնալ արտակարգ անվտանգության ռեժիմով։ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը CIA-ը հայտարարել է, որ Վաշինգտոնում ազգային գվարդիականների վրա հրաձգություն իրականացնելու մեջ մեղադրվող Ռամանոլա Լաքանվալը նախկինում աշխատել է Միացյալ Նահանգների կառավարության համար։ CIA-ի խոսնակը հայտնել է, որ կասկածյալը նախկինում համագործակցել է ԱՄՆ կառավարության հետ, այդ թվում ԿՀՎ-ի, նույն ինքը CIA-ի, Կանդահարում գործող գործընկեր ուժի կազմում։ Այդ համագործակցությունը դադարել է 2021-ին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։ CIA-ի տնօրեն Ջոն Ռադքլիֆը եւս հանդես է եկել հայտարարությամբ, ընդգծելով, որ Լաքանվալը ԱՄՆ էր բերվել հենց իր աշխատանքի պատճառով։ Բայդենի վարչակազմը հիմնավորել է նրա տեղափոխումը Միացյալ Նահանգներ նրա նախկին համագործակցությամբ ԱՄՆ կառավարության, այդ թվում CIA-ի հետ։ Սակայն այս մարդը, ինչպես նաև շատ ուրիշներ, երբեք չպետք է հայտնվեին այստեղ։
Մեր քաղաքացիներն ու զինծառայողները արժանի են ավելի լավին, քան Բայդենի վարչակազմի աղետալի ձախողումների հետևանքները։ Լաքանվալը Աֆղանստանում ղեկավարել է հատուկ նշանակության ստորաբաժանում, նա եղել է բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար եւ երկար տարիներ աշխատել է Միացյալ Նահանգների ու Բրիտանիայի զինված ուժերի հետ։ Նրա նախկին ծառայակիցներից մեկը պատմել է, որ Լաքանվալը խորապես տուժել է 2024-ին իր ընկերոջ եւս մեկ աֆղանցի հատուկ ջոկատայինի մահվանից, որն ապաստան ստանալու խնդրանքով դիմել էր Միացյալ Նահանգներին, սակայն մերժվել էր։ Լաքանվալը ապաստան ստանալու պաշտոնական դիմումը ներկայացրել է 2024-ին եւ USCIS-ը նրա ապաստանի հայցը հաստատել է 2025-ին, այսինքն արդեն Թրամփի ժամանակաշրջանում։ Այս պահին նա բնակվում էր Միացյալ Նահանգներում օրինական կարգավիճակով, թեև նրա գրին քարտի դիմումը պատասխանի փուլում է։ Հրաձգությունից ժամեր անց USCIS-ը հայտարարել է, որ դադարեցնում է Աֆղանստանի քաղաքացիների բոլոր ներգաղթի դիմումների գործընթացը, մինչև անվտանգության եւ ստուգման նոր արձանագրությունները վերանայվեն։ Դաշնային հայտարարության մեջ ասվում է. Աֆղանստանի քաղաքացիների ներգաղթի բոլոր դիմումների մշակումն անհապաղ դադարեցվում է մինչև անվտանգության ստուգումների ամբողջական վերանայումը։ Առաջիկ օրերին սպասվում է, որ վերանայվելու են բոլոր այն անձանց գործերը, ովքեր Միացյալ Նահանգներ են ժամանել 2021-ից սկսած։ USCIS-ի տնօրեն Ջոզեֆ Էդլոուն առանձին հայտարարություն է արել Facebook-ում։ Նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ես ցույցում եմ տվել սկսել բոլոր կանաչ քարտերի համակողմանի եւ խիստ վերահսկողական վերաքննություն բոլոր այն օտարերկրացիների համար, ովքեր ժամանել են բարձր ռիսկային համարվող որևէ երկրից։ Մեր երկրի եւ Ամերիկայի ժողովրդի անվտանգությունը մնում է գերակա եւ ամերիկացիները չեն կրելու նախորդ վարչակազմի անխոհեմ վերաբնակեցման քաղաքականության հետևանքները։ Ամերիկայի անվտանգությունը բանակցության ենթակա չէ։ Հասարակական տիրույթում լայնորեն տարածված լուսանկարներ կան, որոնք ցույց են տալիս անհատականության քարտ, որը ըստ հրապարակված տվյալների, ինչը դեռևս հաստատված չէ, պատկանում է Վաշինգտոնի հրաձգության հետ առնչվող կասկածյալին։ Քարտի վրա նշված է, որ նա ծառայել է Կանդահար Strike Force-ում կամ 03 Unit կոչվող ստորաբաժանումում Աֆղանստանի պատերազմում ԱՄՆ-ի եւ դաշնակից երկրների հետ սերտ համագործակցող հայտնի Zero Unit շարքի ներսում։ Քարտի վրա առկա է նաև գրություն Firebase Gecko, սա ԿՀՎ-ի, CIA-ի եւ ամերիկյան հատուկ նշանակության ուժերի բազաներ Կանդահարում, որը տեղակայված էր նախկինում Թալիբանի հիմնադիր առաջնորդ Մուլա Օմարի նստավայրի տարածքում։ Zero ստորաբաժանումները Zero Units-ը կազմված էին բացառապես Աֆղանստանից եւ գործում էին Աֆղանստանի նախկին ԱՄՆ-ի կողմից աջակցվող կառավարության ազգային անվտանգության տնօրինության ենթակայությամբ։ Սրանք ամենաակտիվ եւ պրոֆեսիոնալ բանակային ուժերից էին։ Նրանք պարզվում էին ու սպառազինվում էին CIA-ի կողմից։ Գործողությունների զգալի մասը իրականացվում էր անմիջապես ԿՀՎ հրահանգներով։ Zero Units-ի ծառայողները Աֆղանստանում համարվում էին Թալիբանի կողմից առավել վտանգված խմբերից մեկը։ Նրանք բացահայտ կերպով համագործակցում էին ԱՄՆ-ի հետ, կազմվում էին Աֆղանստանի ամենաէլիտար հակաահաբեկչական ուժերից եւ Թալիբանի վերադարձից հետո հայտնվել էին առաջնահերթ թիրախների ցանկում։ Հենց այդ պատճառով Աֆղանստանի անկումից հետո նրանց մեծ մասը, այդ թվում Լաքանվալը, հաշվառվել են արտահերթ տարհանման ցուցակներում եւ գրեթե երաշխավորված, որ կստանան այստեղ ապաստան, եկել են Միացյալ Նահանգներ։ 2021 թվականի օգոստոսին Քաբուլի տարհանման օրերին այդ ստորաբաժանումների բազմաթիվ զինծառայողներ օգնել են ապահովել օդանավակայանի պաշտպանությունն ու տարհանման ընթացքը իրենց եւ իրենց ընտանիքի համար ապահովելով նախապատվության իրավունք։ Մեկ այլ նմանատիպ հնարավոր սցենարի մասին, որը չհաջողվեց կյանքի կոչել։ Միացյալ Նահանգների ներքին անվտանգության վարչությունը հայտնել է, որ Վիրջինիայում երկու եղբայրներ են ձերբակալվել, երբ ծառայությունից դուրս գտնվող ոստիկանն ականատես է եղել, թե ինչպես են նրանք քննարկում ներգաղթի ծառայության աշխատակիցներին սպանելու ծրագրեր։ Ջոն Վիլսոն Բենեթը եւ Մարկ Բութ Բենեթը, երկուսն են Միացյալ Նահանգների քաղաքացիներ են։ Ձերբակալվել են նախորդ շաբաթ մեղադրվելով ISIS գործակալների դեմ հանցագործություններ կազմակերպելու մտադրության համար։ Քաղաքային ոստիկանության նախկին ծառայակիցը հայտնել է, որ լսել է եղբայրների խոսակցությունը, թե նրանք ծրագրում են սպանել ոստիկանների եւ ISIS գործակալների։ Նույն հայտարարության մեջ նշվում էր, որ Մարկ Բենեթը խոսել է նաև Լաս Վեգաս մեկնելու մասին, այլ անձանց հետ հանդիպելու եւ զենքեր գնելու նպատակով։ Նա ձերբակալվել է նոյեմբերի 19-ի միջազգային օդանավակայանում, երբ պատրաստվում էր թռիչքի դեպի Լաս Վեգաս։ Նույն օրը Վիրջինիա Բիչում ձերբակալվել է նաև Ջոն Բենեթը, որն աշխատում է Քեմփսվիլ High School-ում որպես փոխտնօրեն։ Դատական փաստաթղթերի համաձայն երկուսն էլ մեղադրվում են չարամիտ մարմնական վնասված հասցնելու դավադրության մեջ։ Ներքին անվտանգության վարչության հանրային կապերի պատասխանատու Թրիշա Մակլաֆլինը հայտարարության մեջ նշել է. Սարսափելի է,
որ մարդ առավել ևս մանկավարժ կարող է դարանից հարձակվելու եւ այսի աշխատակիցներին սպանելու պլան կազմել, նույնիսկ նշելով այնպիսի ճշգրտություններ, ինչպիսիք են մեծ դրամաչափի զենքի ձեռքբերումը, որը կհաղթահարի զրահաբաճկոնները։ Նրանց փաստաբանները Վիրջինիա Բիչի դատարանում հայտարարել են, որ խոսակցությունները լուրի մակարդակի են եւ եղբայրները հասարակությանը սպառնալիք չեն ներկայացնում։ Նրանց խոսքով Մարկ Բենեթը Լաս Վեգաս էր մեկնում Ֆորմուլա 1-ի մրցավազքը դիտելու համար եւ ոչ թե զենք գնելու։ Ըստ լրատվամիջոցների հիմա նրանք ազատ են արձակվել, տնային կալանքի տակ են դատական վերահսկողությամբ։ Ինդիանապոլիսի արևելյան հատվածում Thanksgiving-ի օրը սկսվել է սարսափելի դեպքով։ Հրդեհի վայրում հայտնաբերվել են երկու անձ մարմնին կրակոցների հետքերով։ Ինդիանապոլիսի ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայր են կանչվել օգնելու հրժեշտ ծառայությանը տանը բռնկված հրդեհի պատճառով։ Տան ներսում ոստիկանները սակայն հայտնաբերել են կնոջ եւ տղամարդու հրազենային վերքերով մարմինները։ Տղամարդը մահացած է եղել, իսկ կինը տեղափոխվել է հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում, որտեղ ավելի ուշ մահացել է։ Դեպքի ամենածանր ու անսպասելի կողմը։ Տանը եղել են նաև երկու երեխա, որոնք բարեբախտաբար անվնաս դուրս են բերվել եւ չեն տուժել։ Գիտեք, որ մեր ուշադրության կենտրոնում է նաև ռուս-ուկրաինական պատերազմը, ավելի կոնկրետ այն դադարեցնելու գործընթացը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արձագանքելով Միացյալ Նահանգների խաղաղության առաջարկներին նշել է, որ դրանք կարող են հիմք հանդիսանալ բանակցությունների համար, եթե կողմերը պատրաստ լինեն լուրջ ու փաստարկված քննարկման։ Ղրղզստանում այցի ավարտին Պուտինը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Միացյալ Նահանգների ներկայացրած փաստաթուղթը ավելի շատ հարցերի հավաքածու է, քան վերջնական համաձայնություն, ընդգծելով ամեն բառը շատ կարևոր է։ Պուտինը կրկին ներկայացրել է իր նախապայմանները։ Եթե ուկրաինական զորքերը չհեռանան այն տարածքներից, որոնք Ռուսաստանը համարում է իր վերահսկողության գոտիներ, Մոսկվան կհասնի այդ նպատակին ուժի կիրառմամբ։ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Պիտկոֆը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է այդ այցը, սակայն ընդգծել է, որ դեռևս կողմերը չեն նստել սեղանի շուրջ եւ կետ առ կետ չեն քննարկել որոշակի առաջարկներ։ Նույն գործընթացի շրջանակում կարող է տեղի ունենալ նաև ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլի այցը Կիև։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վերջին տեսաուղերձում հայտնել է, որ Ուկրաինան ամեն օր աշխատում է միջազգային գործընկերների հետ ճշտելու խաղաղության հասնելու լավագույն քայլերը։ Նա ընդգծել է, որ խաղաղությունը կախված չէ ռուսական սպառնալիքներից կամ նրանց վերջնագրերից, այլ այն պայմաններից, որոնք աշխարհը կստեղծի, որպեսզի Մոսկվան չկարողանա շարունակել ագրեսիան։ Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինան շարունակում է պայքարել միջազգային աջակցության համար եւ այս շաբաթ նախատեսված են կարևոր բանակցություններ նաեւ ամերիկյան պատվիրակության հետ։ Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ Պուտինը փորձում է ձգձգել գործընթացը հույս ունենալով, որ արևմուտքի աջակցությունը ժամանակի ընթացքում կնվազի, սակայն պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը նշում է, որ Ռուսաստանի հաջողությունները Դոնեցկում չափազանց դանդաղ են եւ ուղեկցվում են լուրջ կորուստներով, ինչը կասկածի տակ է դնում անխուսափելի հաղթանակի մասին Կրեմլի ճակերտավոր հայտարարությունները։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք եւ ձեզ լավ օր եմ մաղթում, տոնական լավ օր։